Երկմտանքը հանդիսանում է խոչընդոտ ստանալու այն նվերը, որ Տերը պատրաստել է։ Ինչ այն նշանակում։ Երկմտել նշանակում է երկու մտքերի մեջ չկայացնել հստակ որոշում, թե որ ուղղությամբ պետք է ես ընթանամ։ Երբ մարդու ներսում կա երկու իրար հակասող ցանկություններ, եւ նա հստակ չի որոշում, որն իրականացնի։ Մի կողմից կա Տիրոջը կամքը, մյուս կողմից աշխարհն է ձգում, եւ այսպիսի մարդը կարծես իր ձեռքը ամբողջությամբ չի երկարում դեպի Տերը, որպեսզի Տերն էլ իր պարգևը նրա ձեռքի մեջ դնի։ Նա երկմտում է, որը ընտրի այս իրավիճակում ես ինչ որոշում կայացնեմ, թե ես ինչ քայլեր եմ անելու, եւ ինչպես եմ ես այս հարցի լուծումը գտնելու։ Երբ որ կա երկմտություն, իմանալով ինչ է Աստված ուզում, բայց քո անձը, քո մարդկային տրամաբանությունը, քո ցանկությունը ուրիշ բան է ասում։ Աշխարհը քեզ ուրիշ մեթոդ է տալիս։ Եվ այս երկմտանքի մեջ մարդը գայթակղվում եւ ընկնում է իր ցանկությունների, խաբուսիկ ցանկությունների մեջ եւ կատարում է այն, ինչը որ Տիրոջ ճանապարհը չէ, Տիրոջ միջոցը չէ։ Համատեքստը ինչի մասին էր։ Ինչպես է կենդանի հավատքը փորձությունների մեջ գործում ու ինչ արդյունք է տալիս։ Կենդանի հավատքը մենք տեսանք, որ համբերում էր փորձությանը, որոշում էր կայացնում, ընդունել իրեն պատահած դժվարությունը, փնտրում էր Աստծո կամքը իրականացնել այդ իրավիճակի մեջ։ Այն որոշում է չփախչել, չտրտնջալ դժվարությունների համար, այլ ուրախությամբ կրել այն, հասկանալով Աստծո կամքը։ Տեսնում եք մարդու որոշումը։ Համբերել Աստծո ուզածը կատարելու համար, թե հեշտը ընտրել, իմ լուծումները ընտրել եւ ինձ ազատել իմ կերպերով, որպեսզի հանկարծ ես նեղություն եւ դժվարություն չկրեմ։ Տեսնում եք կապը երկմիտ բառի հետ եւ նախորդ տեքստի հետ։ Երկմիտը հայտնվելով փորձության մեջ, նա հստակ որոշում չունի, թե ինչպես վարվի։ Երկմիտը դեռ մտածում է, դեռ քննում է։ Եվ այդ մտածելու, քննելու մեջ, երբ որ չկա հաստատուն որոշում իմ կյանքի համար, որ ես ամեն իրավիճակում պետք է Տիրոջ հնազանդվեմ, Տիրոջ կամքը անեմ, այդտեղ դու ընկնում ես գայթակղության մեջ եւ քեզ դնում ես սահող մի տեղ, որտեղ որ դու շատ հեշտությամբ կարող ես ընկնել, որտեղ դու դեռ հստակ չես որոշես Տիրոջ կամքով պիտի անեմ, անկախ ամեն ինչից։ Նշանակում է դու վտանգել ես քեզ։ Դու եթե չունես այդ հստակ որոշումը, արդեն իսկ դու գնալու ես ծուռ ուղղությամբ։ Մեկն է մտածում է ընդունել Աստծո կամքը, հոժար լինել, չզիջել ճշմարտությունը, մեկ էլ մտածում է ուրիշ կերպ, իրեն ավելի հարմար ու հեշտ տարբերակն ընտրել։ Ես կլուծեմ իմ ձևերով։ Տիրոջ առաջարկած մեթոդը դժվար է։ Ես ավելի հեշտ միջոցներ ունեմ։ Ահա թե ինչպիսին է մեռած հավատքը։ Այսպիսի մեռած հավատքով մեկը թող չկարծի, թե որևէ բան կստանա Տիրոջից։ Սակայն Հակոբոսն ասում է. ձեր բաժին իմաստությունը կտրվի ձեզ, երբ կենդանի հավատք ունենաք, որն ընտրում է Աստծո կամքը, հրաժարվելով աշխարհից, ընտրելով այն, ինչ հաճել է Տիրոջը, այն, ինչ մտադրվել է Տերը։ Եվ ինչու է պատասխանվում այսպիսի հավատքով աղոթքը, քանի որ այսպիսի հավատքով մարդը որոշել է Տիրոջ կամքը իրականացնել, ու նա խնդրում է իմաստություն, որպեսզի այդ ամեն իրավիճակի մեջ օգտագործի այդ իմաստությունը Աստծո նպատակ իրականացնելու համար։